Սիրելի հայրենակիցներ, իրավիճակից դուրս գալու այլընտրանք կա, բայց նախ պետք է կանխել այս ռեժիմի վերարտադրությունը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։ Որն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։ Դաշնակցության առաջարկը հետևյալն է. կառուցել նոր որակի ազգային պետություն, որը կլինի մրցունակ և ուժեղ։ Մենք ունենք առաքելություն ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու։ Հայաստան, որը ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։ Հայաստան, որը առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը և ազգային ինքնությունը։ Մեր առաջարկը սկսվում է Հայաստանի ուժեղացումից։ Ուժեղ Հայաստան նշանակում է անվտանգ Հայաստան, ոչ թե գերեզմանային խաղաղություն, այլ զսպման վրա հիմնված անվտանգություն։ Բանակ, որը կարողանա ապահովել անվտանգություն։ Պետություն, որը պարզապես հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։ Ուժեղ Հայաստան նշանակում է իր անժամանցելի իրավունքներից չհրաժարվող, Արցախ հավաքական վերադարձի իրավունքը առաջ տանող Հայաստան։ Ուժեղ Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը։ Ուժեղ Հայաստան նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականություն, որտեղ Հայաստանը սուբյեկտ է, ոչ թե հանձնող կամ կցոր։ Ուժեղ և մրցունակ Հայաստան նշանակում է արդար բարեկեցիկ պետություն։ Պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մեկ անձի քմահաճույքները։ Դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատություն իրականացնելուց։ Ուժային կառույցներ, որոնք չեն վերածվում զինված բանդաների։ Հայաստան, որտեղ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն և չի հալածվում թրքահպատակ վարչախմբի կողմից։ Պետություն, որտեղ սոցիալական արդարությունը առաջնային է և հասարակություն, որը իսկապես ազատ է։ Ուժեղ Հայաստան նշանակում է ինքնության պաշտպանություն։ Դաշնակցությունը ասում է, ինքնությունը ուժի աղբյուր է, ոչ թե բեռ։ Մեր առաջարկած այլընտրանքը հստակ է։ Ազգ, որը չի ընդունում պարտությունը որպես դատավճիռ, պետություն, որը չի զիջում իր կենսական շահերը։